Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը չի կիսում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետը, թե կորցրած 800 հեկտար հողատարածքը մարտավարական եւ ռազմավարական նշանակություն մեզ համար չունի։ Ես հերքում եմ նման խոսքի դրամապանությունը, յուրաքանչյուր թիզ հող, բարձունք եւ զոհ անգամ դղա աղջիկ դիրքերի վրա ծառայող ռազմավարական նշանակություն ունեն։ Ամեն ինչը ունի ռազմավարական նշանակություն եւ մենք աններելի եւ աննախադեպ գորուստներ ենք տալիս, թե դարածքային, միայն թալիշը չէ, միայն բարձունքներ չեն, թե մարդկային, դա նշանակում է, որ այո, մենք հերոսապար կարողացել ենք պահել ինչ պահել ենք, բայց խոցվել է մեր դարածքային ամբողջականությունը, որը գալիս է 94 թվականի զինադադարից։ Առանց ստատուս քվոն վերականգնելու բանակցությունների գնալը Հովհաննիսյանը սխալ է համարում։ Մենք գնում ենք հայրենիք պաշտպանելու եւ ամեն ինչից բարձր հայրենիքն է, բայց երբ որ արդեն նախապատրաստում են ժողովրդին նոր խոսքի, նոր բանակցությունների առանց վերականգնելու այդ զինադադար, ես կարծում եմ, որ դա ուղղակի ինքնահրաժարական է։ Հայաստանը հիմա պետք ունի թեկուզ մի զանգով, մի պահանջով ստատուս քվոյի փոփոխման, թե դիվանագիտական, թե ռազմական վերականգնի այդ տարածքային ամբողջականությունը։ Մենք զոհերդվել ենք կորցնելով այդ ամբողջականությունը, ոչ թե մեր տարածքը նվաճելով։ Մեր այն դիտարկմանը, թե այսօր փաստորեն Նոր Հայաստան այն եզակի կառույցներից է, որ պատերազմական իրավիճակում քննադատում է իշխանություններին, անգամ եռյակի իրենց երբեմնի գործընկեր ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայտարարում է, որ այս պահին բոլոր տարաձայնությունները մի կողմ են դրվում, Ռաֆի Հովհաննիսյանն արձագանքեց։ Ամեն մեկը իր տեսակետի դերն է կարող է արտահայտել, ամեն մեկը կարող է նաև ինքը պատկերացնի Արցախյան հարցի լուծումը, մեր կարծիքով արդեն լուծվել է, պետք է ճանաչվի տարածքային ամբողջականությամբ, դուք գիտեք մեր հայտնի տեսակետը, դա պետք է լինի դիրող մոդեցում, մենք մերժում ենք ցանկացած մոդեցում, որը հիմնված է մադրիդյան կամ կազանյան սկզբունքների վրա, ամեն մեկը կարող է դիվանագիտական կամ քաղաքական մարտավարական իր տեսակետը ներկայացնի, զորակցի այս կամ այն, բայց ես վստահեցնում եմ, որ այսօր շարքային հայ մարդը, գյուղացին, քաղաքացին, մարդը, որ հյուսիսից հարավ թողել է ընտանիքը, հիմա ծառայում է առաջնագծում, ինքը դա չի անում ոչ մի մարդու, ոչ Սարգսյանի համար, ոչ Հովհաննիսյանի համար, ինքը անում է հայրենիքի համար։ Եվ սա զարթոնք է, սա վերելք է, եւ այս բադուհանը պիտի օգտագործենք, սա դեվագան չէ, մարդը գողոքնի։ Երեկ Սամվել Բաբայան վերադարձ նախաձեռնությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Երևան է վերադարձել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադիր Սամվել Բաբայանը։ Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի Բաբայանի վերադարձի վերաբերյալ, Հովհաննիսյանը կարճ պատասխանեց. Ուրախ եմ, որ գեներալը վերադարձել է հայրենիք եւ կսպասենք։ Մարիամ Գրիգորյան, Վրեժ Մարգարյան, Առաջին լրատվական։